Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը իրանցի փորձագետ, Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի տնօրեն Փույա Հոսեյնին է։ Բարև ձեզ, պարոն Հոսեյնի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Նույնպես է, շնորհակալ։ Չնայած հրադադարի մասին համաձայնությունից հետո, այդ հայտարարությունից հետո, այս վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներին, Պակիստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի բանակցային թիմն այսօր մեկնելու է Իսլամաբադ, սակայն որոշ ժամանակ անց դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը ջնջել է իր գրառումը։ Ինչ վիճակ է այժմ Իրանի ու հակամարտող մյուս կողմերի միջև ապրիլի 7-ի երեկոյան հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնությունից հետո հնարավոր է, որ Իսրայելի գործողությունների կամ այլ պատճառներով ընդհանրապես խաղաղության բանակցությունները ձախողվեն։ Առաջին անգամ չի, որ զախողվում են բանակցությունների գործընթացները, ամեն անգամ, որ Իրանը կառուցական մոտեցում է ցույցաբերել, հակառակորդները զախողել են երկու անգամ, ինչպես հիշեցնենք, որ երկու անգամ Իրանը պատրաստություն տեսավ եւ բանակցությունների մեջ գտնվավ Միացյալ Նահանգների հետ, անմիջապես հենց բանակցությունների ընթացքի մեջ իրենց սկսեցին պատերազմ Իրանի դեմ։ Հիմա Իրանը ամեն ինչի համար պատրաստ է, գիտի մյուս կողմը ոչ մի բայնավորվածություն չի պահում, բոլոր ինչ որ համաձայնություն են գալիս, ամեն ինչը խախտում է, ոչ մի բարոյական նորմ չունի եւ հիմա Իրանը ամեն ինչի համար պատրաստ է, բայնավորվածություններ ձեռք են բերել, որը հաստատում է համ Իրանի կողմը, համ Պակիստանի կողմը, որ Լեբնանի ճակատել պետք է կայնի այդ հրադադարի ընթացքի մեջ եւ մենք տեսնում ենք, որ Իսրայելը խախտում է եւ ասում է, որ Լեբնանի ճակատը հրադադարների մեջ չի մտնում եւ ինչպեսի ռազմական հանցագործություններ գրարեց 3 շատ 10 րոպեի մեջ 100 տեղ, որը խիտ բնակչություն ունեին այդ շենքերը ավիրեց եւ մենք ունեցանք 250 զոհեր 250 եւ աղետ առաջացրեց նման երկիրների դեմ եւ նման երկիրների հետ միայն ուժ է խոսում եւ Իրանը ամեն ինչ անում է, որ ուժով իրենց կարողանա իրենց հետ խոսա հիմա բանակցությունները դեռ մինչև այս պահին հələ հարցական է, որ տեղի են ունենում թե չէ, որովհետև այս Լեբնանի գետի խախտումը լուրջ խախտում է, որովհետև նաև Պակիստանի կողմը հաստատում, որ նման գետ եղել է համաձայնությունի մեջ եւ փաստորեն իրեն փաստացի խախտել են պետք է տեսնենք, բայց ամեն դեպքում սանգալի է, որ տեղի ունենա բանակցությունները եւ խաղաղությունը վերջնական հաստատվի։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալեբաֆը հայտարարել է, որ Իրանի ներկայացած 10 կետերից 3-ը արդեն խախտվել են, բացի Լիբանանի մասին կետից, այսինքն ամերիկյան կողմը պնդում է, որ Լիբանանի մասին կետը չի եղել այդ 10 կետերի մեջ, մյուս ինչ կետեր են խախտվել։ Այդ համաձայնագիրը, այդ համաձայնությունը, որ ձեռք է բերվել հրադադարի երագում են եղել, Միացյալ Նահանգները եւ Պակիստանի միջնորդությունով Իրանի հետ է եղել, երկու կողմը հաստատում են եւ պնդում են, որ այդ կետը եղել է։ Միայն Միացյալ Նահանգները, որ ասում է, որ այդ կետը չի եղել։ Եվ դատելով անցած անգամներ խախտումները այդ բանակցությունների սա սովորական իրենց գործելավոճ է, որ ինչ որ պայմանավորվածություններ ձեռք են բերում, հետո անմիջապես խախտում են եւ մյուս կետերը ուրանի հարուսացման կետն է, որ այս Իրանի առաջարկած 10 կետանոցի մեջ եղել է, որը հիմա Միացյալ Նահանգները հրաժարվում է այդ կետից, ասում է, որ չի պիտի ուրան հարուսացնի Իրանը եւ թելադրում է իր կամքը
Իրանի համար անընդունելի է ինչ որ պայման դնել մինչև բանակցությունները եւ երրորդ էլ հրադադարի ամիջապես ժամեր անց տեղի ունեցավ մի քանի հարձակում հետո հայտնեցին որ Իսրայելի ու Ամերիկայի կողմից չի եղել, այլ Արաբական Իմարաթի կողմից է եղել, որը անհասկանալի է, որ ինչի համար հրադադարից հետո այդ գործողությունը տեղի ունեցել։ Երեք կետը, ինչպես բարոն Ղալիեբաֆը նշանակում է, խախտվել է, բայց հույս ունենք, որ մինչև վերջ կարողանան իրենց խոստումները պահեն, բայց մենք այդքան հույս էլ չունենք։ Հիմա անդառնանք նախ եւ առաջ ապրիլի 7-ի իրադարձություններին, այն հայտարարությունից հետո Թրամփի, որ եթե Հորմուզի նեղուցը չբացի Իրանը, նա կարող է ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, դրանից մի քանի ժամ անց նա հայտարարեց, որ ընդունել է համաձայնությունը, համաձայնել է 2 շաբաթով հրադադար հաստատել եւ Իրանի կողմից ներկայացված 10 կետերը ընդունել որպես բանակցությունների հիմք։ Շատերը կարծում էին, որ դա անսպասելի էր, այդ հայտարարությունը արդյոք անսպասելի էր, հատկապես Իրանի համար այդ հայտարարությունը եւ ինչ աղետից, այսպես ասենք, տարածաշրջանը խուսափեց եւ ինչ քայլերի կարող էր գնալ Իրանը, թե Պակիստանի վարչապետի Շահբազ Շարիֆի այդ միջնորդությունը փաստացի փրկողակ էր Միացյալ Նահանգների նախագահի համար, որովհետև նա կամ պետք է գնար շատ ծայրահեղ քայլերի կամ կկորցներ իր դեմքը այդպիսի հայտարարությունից հետո եւ ավելի մանրամասն անդրադառնանք բանակցությունների բովանդակությանն ու Իրանի ներկայացրած 10 կետերին։ Սա այն կետերն է, որը հրապարակել է Իրանի պետական հեռուստատեսությունը 10 կետից բաղկացած։ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում, Եմենում, Իրանի դեմ պատերազմի լիակատար եւ վերջնական ավարտ առանց որևէ ժամկետային սահմանափակման, տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընդհանցակարգի եւ պայմանների սահմանում, Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն, Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների եւ սառեցված ակտիվների բացում, Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք, վերանշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։ Ճիշտ է ներկայացված այս կետերը, թե ոչ։ Այդ կետերը, ինչպես Իրանը հրապարակել է, այդ կետերը հիմք են եղել եւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հաստատել էր, ասել էր, որ հիմք է լինելու է Իրանի այդ 10 կետանոց պայմանները ընդունելի են եւ գարան համաձայնությունի բանակցությունների հիմք հանդիսանան։ Հետո ինչպես սովորաբար իրեն հետո հրաժարվում են, ասում են նման 10 կետերը մեր համար ընդունելի չի եւ հասկանալի չի իրենց ինչ են ուզում, պետք է հասկանանք այդ ուրբաթ օրը, եթե բանակցություններ տեղի ունենա, ինչ պայմաններով պետք է այդ բանակցությունները տեղի ունենա։ Բայց ամեն դեպքում պետք է եթե այդ փակուղից դուրս գալու համար երկու կողմը բնական է որ պետք է փոխզիջումներ գնան, այդպես չի որ մի կողմը միայն իր պայմաններով դա փակուղի է մտնելու, եթե մի կողմը միայն իր պայմանները առաջ քաշի եւ նորից պատերազմ է սկսելու, ավելի շատ եթե կառուցական լինեն, պետք է երկու կողմը զիջումներ գնան եւ ինչ որ չափի ամեն մեկը ինչ որ զիջումներ գնա, որ կարողանա վերջնական համաձայնություն կնա եւ խաղաղություն հաստատվի։ Մենք չենք սպասում Միացյալ Նահանգները նման գործելավոճ է, որովհետեւ իրեն ինչքան էլ պարտվում են, հետո փորձում են, այսինքն իրեն այս պահին պարտավորական իրավիճակում են պատերազմի դաշտում ոչ մի հիմնական նպատակներին չեն հասել, հիմա փորձում են բանակցությունների ընթացքում լրացնել այդ բաստողումները, որ պատերազմի դաշտում չեն կարողացել հասնել, դրան այն են, որ 400 կիլոգրամ
ուրանի հարուսացված ուրանը Իրանին չկարողացան ուժի միջոցով ոչնչացնեն, դեռ Իրանի ձեռքում է 400 եւ իրեն մի հատ օպերացիա արեցին զուգահեռ այդ օթաչուի փրկության օպերացիային, որը այդ օպերացիայի գտնվում էր Իսֆահանի հարավում, որը շատ երկար շատ դիստանսիա ուներ այդ օթաչուի համար այդ օպերացիայի, որը իրենց Delta Force ջոկատներով էին արել, այդ օպերացիայի զախողում է գնացել եւ մի քանի իրենց գործանիշներ, սամալյոտներ Իրանը ոչնչացած իր այդ որտեղ որ գտնվում էին եւ հետ շփերտեց այդ իրենց ուժերը եւ այդ օպերացիայի որ հենց Իրանը հայտարարում է այս օպերացիա հենց ուղղված էր ուրանի հարուսացմանը Իսֆահանի միջուկային օբյեկտների տարբեր տեղեր, այնտեղ այդ օպերացիայի զախողում գնաց։ Մյուս հարցը, որ չեն կարողացել իրեն ուժի միջոցով եւ այդ պատերազմի ընթացքում իրեն լուծեն, Հորմոզի նեղուցի բազում էր, որը մինչև պատերազմը այդ Հորմոզի նեղուցը բազ էր, ուժով չկարողացան բազեն, մյուս պայմանները, մյուս գետերը Իրանի, ինչպես առաջին օրից հայտարարում են Իրանի բոլոր ռազմական ուժերը իրեն ոչնչացրել են, 40 օր շարունակ Իրանը ուժեղ հարվածներ էր տալիս։ Թրամփը անընդհատ հայտարարում էր, որ ամբողջ օդուժը, հոպը, ամեն ինչ ոչնչացել։ Առաջին օրից ինքը ամեն օր նույն բանը հայտարարում էր, բայց նույն ամեն օր էլ հարվածներ էր ստանում Իրանի կողմից։ Բայց այդ հայտարարությունի մեջ ճշմարտության գոնե ինչ որ չափաբաժին կա, որ իրենք ոչնչացել են Իրանի զինված ուժերը։ Դե վնասներ բնականա պատերազմի ընթացքում վնասներ հասցնում են, դա դրա մասին խոսքը չի։ Իրան էլ վնասներ գերել է, ռազմական վնասներ է գերել, օբյեկտներ կան, որ վնասվել են, բայց հարցը այն է, որ միայն իրենք Միացյալ Նահանգները Իսրայելը կարողացել են Իրանի ռազմական ուժերին վնասան, չէ, պատերազմի դաշտում իրենք էլ լուրջ հարվածներ են ստացել, բոլոր կորուստների մասին թվեր կան, օրինակ ամերիկյան ամերիկական գոմը միայն ինչպես բոլոր պատերազմներում, նախկին պատերազմներում կամ իրեն այդ պատերազմում միայն վիրավորներ են ստանում, այսինքն իրենց մոտ դա պարսարվում է, որ զինվոր սպանվի, այսինքն լուրջ թվերը Իրանը լուրջ թվերի մասին է խոսում, որ իրենց սպանվել են զինվորները, բայց իրեն թաքցնում են, հերքում են, միայն վիրավորվել են, իրեն չեն մեռնում, զինվորները Սուպերման են եւ չեն մեռնում, հոլիվուդային դրամաբանությունի մեջ են միշտ եւ նաեւ Իսրայելը թաքցնում է իր զինվորական սպանությունները, որը պատերազմի ընթացքում են սպանվել եւ միայն մի բանը արիթը բազ չմնա, մի քանի փոքր զոհ են հրապարակում, այդ փոքր զոհերով իրեն ուզում են դրանց դուրս գան այդ իրավիճակից, բայց Իրանի կողմը հաստատվում է, որովհետև շատ կոնկրետ թիրախներ է խփել եւ գիտի մոտավորապես մի քանի 100 Միացյալ Նահանգների զինվորականները զոհվել են։ Պատերազմի այս 40 օրը, 40 օրվա պատերազմը ըստ էության ինչ արդյունքներ արձանագրեցին, քանի որ Իրանում տոնում էին այս հայտարարությունից հետո հրադադարի մասին որպես Իրանի հաղթանակ, ով հաղթեց, կարող ենք ասել, որ կողմերից որևէ մեկը հաղթեց կամ հաղթողներ եղան այս պատերազմում եւ արդյոք Իրանը ինչ որ առումով հաղթել է։ Նայած ինչ տեսանկյունությունից նայենք եւ վերլուծենք հաղթանակը, Իրանը պատերազմել է մի քանի անգամ, մի տասնյակ անգամ ուժերի դեմ, երկու միջուկային պետությունների դեմ,
եւ դիմադրել է եւ եթե այդ տեսանկյունից նայենք եւ ուժեղ հարվածներ է հասրել հագարագործներին, ուժեղ վնասներ է դեվել համ ռազմական, համ տնտեսական, համ վարկանիշի համար Միացյալ Նահանգներու Իսրայելի եթե այդ տեսանկյունից նայենք, իհարկե Իրանը հաղթել է, Իրանը դիմադրել է, իրեն չեն հասել քանի օրվա մեջ, ինչպես իրեն ասում էին, Իրանին հասնեն, որ լիարժեք Իրանը հանձնվի բանի հեղաշրջում լինի Իրանում եւ այլ նպատակներ ուրանի հարուստացված այդ 60%-անոց 400 կիլո է դեր Իրանի ձեռքում է նորմոզի նեղուցի խաղակարգը Իրանի ձեռքում է այդ ամեն ինչը վերլուծելով չեն կարա ասենք որ իրեն հաղթել են բայց ամեն դեպքում վերլուծելով ռեալ պոլիտիկով դեր մենք չեն կարա լիարժեք համարենք որը մի կողմ է հաղթելա երկու կողմ է հասրեն որ լուրջ վնասներ հասրեն մեկը մյուսին եւ ամեն դեպքում այս տեսանկյունից հաղթող կողմը լիարժեք հաղթող կողմ չկա բայց եթե ուժային հարաբերությունների մասին խոսենք իհարկե Իրանը հաղթել է Իրանը լուրջ Միացյալ Նահանգների վարկանիշները քսել է աշխարհում Միացյալ Նահանգները չի կարողացել ինչպես միշտ հայտարարում է չի կարողացել դաժե իր ռազմաբազաներին պաշտպանի չի կարողացել իր դաշնակիցներին պաշտպանի չի կարողացել միանալ այդ պատերազմում լիարժեք հաղթանակ կերտի դաժե հորմոզի նեղուցի մասին ինքը խնդրում էր որ իր դաշնակիցները օգնեն իրեն որ կարողանա բազի այսինքն ցույց տվեց որ ինքը անկարող է մի հարցով հորմոզի նեղուցը ուժով բազի եւ վարկանիշը ընկել է Միացյալ Նահանգների որպես գերդերություն, որպես այս երկիրների արաբական երկիրների անվտանգությունի հրաշքավորը եւ Միացյալ Նահանգները այս պահին ունի իր ռազմաբազաները ամբողջ տարածաշրջանում լուրջ վնասված են եւ իրավիճակը այդպես է հիմա Իսկ ո՞րն է Իրանի գաղտնիքը այսպիսի արդյունավետ պաշտպանություն եւ դիմադրություն կազմակերպելու եւ ձեր կարծիքով ինչ օրինակ է ծառայում հատկապես հարևան բարեկամ երկրներին Տեսեք Իրանը ինչպես ասեցիք մի քանի տասնյակ անգամ ավելի ուժեղ հակառակորդի դեմ պայքարեց դարիներ շարունակ այդ պատերազմի համար պատրաստ էր Եվ ամենագաղտնիք բանը, որ Իրանը ունի, դա դիմադրություն է, դիմադրություն մինչև վերջ, եւ ոչ թե առանց ստրատեգիա դիմադրել, այլ ստրատեգիական դիմադրություն ունի Իրանում։ Եվ այդ դիմադրությունը այդպես է, որ ոչ կենտրոնական պայքարը մեղում հակառակորդ կողմի դեմ Եթե Իրանի ռազմական բյուջեը տեսնենք մի 10-ից մինչև 20 միլիարդ դոլար է, բայց Միացյալ Նահանգները 1 տրիլիոն եւ նաեւ ամենավերջին զենքերը, ամենավերջին տեխնոլոգիաները, ամենահին սերունդի գործառնիչները, նաեւ Իսրայելը տարածաշրջանում ամենահզոր բանակներից մեկը է Իրանը սովորել է ինչպես կարելի է պայքարել ինչպես կարա պայքարի այդ ուժերի դեմ այդ ուժային հարաբերությունների դեմ եւ տարիներ շարունակ փլաններ ունեցել է սցենարներ ունեցել է եւ ամենաուժեղը Իրանի համար որ կարողացել է հաղթահարի այդ ուժային անհավասարությունը դա դիմադրությունը Իրանը դիմադրությունի իդեոլոգիայի կերտող է տարածաշրջանում ինքը դիմադրություն առանց դա է Իրանի գաղտնիքը որովհետեւ
ամեն ինչ դուք տեսնեք այդ դիմադրությունի իդեոլոգիա է, նաև առաջնորդների մինչև կան իրեն պատրաստ են զոհվել երկրի համար, իրան պատրաստ են զոհվել ազգի համար, առաջինը իրենք զոհվեն, հետո զինվորները զոհվեն, այսինքն այդ է դիմադրություն, ինքնազոհություն երկրի համար եւ ոչ մի դեպքում չի հանձնվել է անգամ մինչև այրան վերջին գաթիլը իրեն պատրաստ են պայքարել, պատրաստ են գերվեն եւ դա է որ մեզ կարողացել է ամենաուժեղ զենքերի դեմ կարողացել է մեզ ուժ բերի եւ մենք կարողանանք դիմադրել։ Իսկ Իրանը պատժամիջոցների տակ գտնվելով ավելի քան 40 տարի կարելի ասել իսլամական հեղափոխությունից հետո ինչպես է կարողացել ժամանակակից այսպիսի սպառազինություն զարգացնել։ Տեսեք, Իրաքի պատերազմը շատ մեծ դասեր տվեց, Իրաք պատերազմի ժամանակ էլ դենց մենք դաշնակիցներ չունենք, շատ մենակ ենք դա ամենահասարակ զենքերը մեզ չէին տրամադրում, մենք ինչ որ մենք ունենք երկրում կար, պահեստներում կար, դրանով մենք պայքարեցինք։ Դե շահի ժամանակ ինչքան մնացել էր, հա, բայց ամեն դեպքում էլի ուժային անհավասարություն է, որովհետև ամբողջ աշխարհը զինում էին Սադամի բանակը եւ այն ժամանակ էր ուժային բալանս։ Այն ժամանակ մենք հասկացանք, որ մենք պետք է հույսը դնենք մեր վրա եւ եթե մենք պիտի մեր տարածքային ամբողջականությունը պահպանենք, պետք է հույս դնել անվտանգությունը չեն կարա ներմուծենք երկիր, պետք է ինքնուրույն մենք մեր անվտանգությունը պահպանենք, այն ժամանակից էր, որ սկսեցին ԱԹՍ-ներ արտադրել, դաժե քադրել կար, որ հենց Իրան պատերազմի ժամանակ Իրանը սկսել էր ամենաառաջին ԱԹՍ-ները այն ժամանակ իրագործել պատերազմի դաշտում եւ բան այն ժամանակ շատ միայն Իսրայելը չէր, հա, այդ ժամանակներում որ ԱԹՍ չէ, Իրանում էլ եղել է այն ժամանակ եւ գիրառել է վերջին տարիներ, պատերազմի վերջին տարիներ այն ժամանակ գիրառում է եւ հերթիրները սկսեց Իրանը տեխնոլոգիաները երևի հյուսիսային Կորեայից ինչ որ տեխնոլոգիա բերեց եւ դրան զարգացրեց Ռուսաստանից ոնց որ ինչ որ տեխնոլոգիա սահմանափակ տեխնոլոգիա ստացավ, բայց շատ սահմանափակ էր, որովհետեւ այդ տեխնոլոգիաները Իրանին չէին տալիս, շատ քիչ մենք մեր հույսը դրացինք մեր վրա եւ 40 տարի, 30 քանի տարի մենք կարողացանք ամենավերջին հերթիրները, ԱԹՍ-ները արտադրել պատժամիջոցների ներքո, որը հիմա զարմացած է ամբողջ աշխարհը, մեր ԱԹՍ-ները հայտնի են ամբողջ աշխարհը, դաժե Միացյալ Նահանգները փորձում է, հա, դրա նմանությունները այստեղի, որը Լուկաս շատ նման են, Ռուսաստանը փորձել են դրա նմանությունը այստեղի առաջնատար ենք դարձել, մեզ հույսը դնելով մեր վրա եւ վստահել մեր ուժերը եւ դիմադրությունը կարողացանք հասնել այդ պահին, որ կարանք ամենաուժեղ բանակների դեմ գերվել եւ իրենց չկարողանան 40 օր Իրանին զենքի բերել։ Իսկ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը այդ պարագայում բանավոր շատ հետաքրքիր է, Իրանը զարգացնում է իր սպառազինությունը եւ պաշտպանությունը, որքանով են խորացած եւ որքանով են ակտիվ այդ հարաբերությունները, համագործակցությունը։ Տեսեք, եւ ինչպես են Իրանում գնահատում այս 40 օրվա ընթացքում Հայաստանի կեցվածքն ու դիրքորոշումը Իրանի դեմ պատերազմի հարցում։ Տեսեք, Հայաստանը այս պատերազմների ժամանակ կարա շատ բաներ Իրանից սովորի, որովհետև Հայաստանը նույնպես գտնվում է մի տարածաշրջանում, որ տարածքային նկերդումներ ունեն իր դեմ, իր թշնամիները, իր հակառակորդները, Ադրբեջան-թուրքական տանդեմը,
եւ հիմա այս պահին Հայաստանը գնում է դեպի խաղաղություն գործընթացների մեջ եւ խաղաղություն հաստատի տարածաշրջանում, բայց պետք է ամեն ինչի համար պատրաստ լինել, որովհետեւ խաղաղությունը ոչ մի աշխատավորություն չկա, որ 2 տարի հետո, 5 տարի հետո, 4 տարի հետո, քանի ամիս հետո մենք կարողանանք պահպանենք։ Դրա համար պետք է օրինակ վերցի Իրանից, ինչպես Իրանը կարողացավ մի քանի տասնյակ անգամ ավելի ուժեղ բանակների դեմ Իրանը պայքարի, անհավասար պայքարի եւ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանի, շատ բաներ կարա Հայաստանը Իրանից սովորի այդ պատերազմներին եւ կարողանա իր զինված ուժերը, իր ռազմական ուժերը այդպեսի մակարդակի բերի, որ եթե Աստված չանի մի ժամանակ նորից պատերազմի վտանգ լինի իր Հայաստանի հանդեպ, կարողանա զսպողական ուժ ունենա եւ կարողանա զսպի եւ դիմադրի հակառակորդների։ Եվ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին եւ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դա փետրվարի 28-ի հարձակումից հետո էր, երբ իսրայելական ամերիկյան հարձակման հետևանքով ավիահարվածների հետևանքով զոհվեցին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին եւ շատ հրամանատարներ, եւ դուք հիշեցրեցիք, թե ինչ դեր է խաղացել թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումը զսպելու հարցում, հենց մասնավորապես Այաթոլլա Խամենեին եւ ընդհանրապես Իրանը։ Իսկ եթե այս կոնֆիգուրացիով ավարտվի կամ նոր ստատուս քվո հաստատվի տարածաշրջանում, իհարկե մենք չգիտենք, թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, կլինեն թե ոչ, նախ ինչ հեռանկար ունեն այդ բանակցությունները։ Եթե Իրանը փաստորեն կարողանա ավելի ուժեղացած եւ կամ առնվազն ամբողջական եւ կանգուն դուրս գա այս պատերազմից, ինչպես կփոխվի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը եւ Իրանի Հայաստանի սպառնացող վտանգների հարցում ինչ դեր կարող է հետագայում խաղալ Իրանը։ Տեսեք, Իրանը տարիներ շարունակ ասում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, այս պահին մինչև այդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո էլ այդ կարմիր գիծը Իրանի համար արկա է, անգամ այդ փոփոխությունը Իրանի նոր առաջնորդը նույն քաղաքությունը կվարի Հայաստանի հանդեպ եւ բոլոր ագրեսիաները Հայաստանի հանդեպ Իրանի համար անընդունելի կլինի, կարմիր գիծ կլինի եւ այս տարածաշրջանում եթե Իրանը ինչ որ չափով հաղթանակով դուրս գա կամրապնդվի նաեւ հարավային Կովկասի անվտանգությունի ջարդարապետությունը Իրանը մեծ դեր կունենա եւ մեծ զսպողական ուժ կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ եւ այս պահին համ Թուրքիա համ Ադրբեջանը տեսնում են Իրանի ուժը եւ խոստովանում են եւ այս պատերազմը ցույց տվեց որ եթե Իրանը ինչ կամք ունի, եթե անգամ կարողանա ամենաուժեղ աշխարհի ամենաուժեղ բանակի դեմ այդպեսի պատերազմ մեղի Ադրբեջան ու Թուրքիայի դեմ շատ ավելի հեշտ է լինելու իր զսպողական դիմադրությունը եւ դա միայն օգնի Հայաստանը, այսինքն ինչքան Իրանը ուժեղ դուրս գա այդ պատերազմից, ինչքան Իրանը կայուն լինի, ինչքան ուժեղ լինի, դա ամենամեծ Հայաստանի ամենամեծ անվտանգությունների հրաշքավորը կլինի, որովհետեւ Իրանը թույլ չի տալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի եւ դա շատ մեծ զսպողականություն կլինի Հայաստանի համար։ Ես ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետեւ շատ ու շատ մասնագետների կարծիքով տարածաշրջանում հիմնական հավասարակշռությունը հենց թուրք-իրանական հավասարակշռությունն է եւ այդ նյարդն է, հա, ամենակարևորը հենց դա է, այսինքն Իրան-Թուրքիա հարաբերություններ, Իրան-Ադրբեջան հարաբերություններ, այս հանգամանքն է ամենից կարևորը, բայց մյուս կողմից, եթե Հայաստանը չի սերտացնում
ինչ որ չափով իհարկե բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններ են, ռետորաբանության մակարդակում ամեն ինչ լավ է, բայց եթե չի խորացնում Իրանի հետ հարաբերությունները ինչպես որ հարկն է, կարող է արդյոք այսինքն հույս դնել միայն այն հանգամանքի վրա, որ Իրանը իր շահերից ելնելով կամ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններից ելնելով կարող է ինչ որ չափով երաշխավոր լինել Հայաստանի համար։ Իհարկե, Իրանի երաշխավորությունը պայմանական չի, ինչ որ լինի, Իրանը հայ ժողովրդի կողքն է եւ Հայաստանը շատ ռազմավարական դեր ունի Հայաստանը Իրանի համար եւ միանշանակ ինչ էլ լինի Իրանը կարմիր գիծերը կպահպանի, բայց ամեն դեպքում Իրանը շատ կարա օգնի Հայաստանին հենց ռազմական ուժերը վերականգնելու համար։ Մենք տեսնում ենք հիմա հենց Ադրբեջանը նույն իսրայելական զենքերն օգտագործում, իրենց հոբը հենց երկաթակոմբատի հոբ է, որ Իրանը շատ հեշտ կարող է խոսի եւ դա այդ տեխնոլոգիաները կարա փոխանցի Հայաստանը, որ Հայաստանը կարողանա դիմադրություն ունենա, դիմադրություն եւ հավասարակշռությունը պահպանի, նաեւ ԱԹՍ-ներ են, իսրայելական ԱԹՍ-ներ են, որը Իրանը շատ հեշտ արդեն սովորել է ինչպես կարելի է խոսել այդ ԱԹՍ-ները, իսրայելական հոբ է, որ հենց Ադրբեջանում օգտագործում է իսրայելական ԱԹՍ-ներ են, իսրայելական զենքեր են, Իրանը դրա փորձը ունի, այդ փորձի փոխանցում է Հայաստանին, կարա շատ մեծ օգնություն լինի դիմադրելու համար Հայաստանի ռազմական ուժերը եւ դա պետք է համագործակցելով, ռազմական համագործակցելով դա հասնենք, որ Հայաստանի դիմադրությունը էլ կարողանանք այս տարածաշրջանում բարձրացնենք եւ այդ քանի դարվա մեջ խախտված ուժային բալանսը կարողանանք վերականգնենք։ Բայց տարածաշրջանային այս դինամիկան դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ Հայաստանը ձգտում է, Հայաստանի ղեկավարությունը իհարկե անընդհատ խոսում է խաղաղության հաստատման մասին, խաղաղության դարաշրջանի բացվելու մասին։ Իհարկե վերջին շրջանում դա ներքին այսպես դիսկուրսներ են, շատ են խոսակցությունները նոր պատերազմի ինչ որ մասին, նոր սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի մասին, տարածաշրջանային այս դինամիկան ավելի շատ խաղաղության հաստատման մասին է խոսում, թե նոր պատերազմների մասին է խոսում։ Եվ երկրորդ հարցը, խնդրեմ, եւ այս հարցը եւ երկրորդ հարցը, հայկական շահերի տեսանկյունից հատկապես շատ արդիական են այս վերջին շաբաթների ընթացքում դարձել թրիփի մասին խոսակցությունները, որ Իրանի պատերազմի բերումով կամ այսպիսի արդյունքի արձանագրման պատճառով ժամանակավրեպ են դառնում եւ խոսում են թրիփ նախագծի, այսպես ասած, հուղարկավորության մասին։ Ձեր կարծիքով Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր նոր հարաբերությունների, սկզբունքորեն նոր հարաբերությունների հաստատման դեպքում արդյոք ժամանակավրեպ է դառնում թրիփ նախագիծը Թրամփի ուղին։ Առաջ վերջին հարցին պատասխանեմ, թրիփի հարցը շատ կախված կլինի այս պատերազմի արդյունքին, եթե կարողանան Իրան եւ Միացյալ Նահանգները իրանց հարցերը կարգավորեն, դրական կլինի եւ դրական կլինի թրիփի նախագծի համար, բայց պահպանելով Իրանի կարմիր գիծերը իհարկե կարմիր գիծերը, այսինքն Հայաստանի 100%-ով վրայսկությունը, ինքնաիշխանությունը պահպանելով եւ պայմանները վաղուց ասել է Իրանը այդ պայմանով է թույլատրելի է Իրանը։ Եվ իմիջիալոց արդյոք կարծում եք բանակցությունների ընթացքում այն կամ այս կետերի դողատակերում հենց հայ-իրանական հարաբերություններ կամ թրիփի հարցը ինչ որ կերպ, այսինքն Իրանը կարող է նաեւ այդ պահանջը ներկայացնել։ Չեմ կարծում այդ բանակցությունների մեջ թրիփի հարցը արգա լինի, բայց ամեն դեպքում թրիփի ճակատագիրի վրա գազի այդ պատերազմի ճակատագիրը եւ ամեն դեպքում բայց եթե ինչ որ լավ լինի Հայաստանի համար, եթե
թիրիփը լավ է Հայաստանի համար եւ Հայաստանի զարգացումը բերում Իրանը միանշանակ գոմ է Իրանը դեմ չի որ Հայաստանը դրանով զարգանա եթե վտանգները սպառնի թիրիփ նախագիծը իհարկե Իրանը դեմ է պայմանական է նայած վերջնական թիրիփը հələ դեր շատ գեդեր կան որ անորոշ են շատ մութ բաներ կան թիրիփի տակ որ ինչպեսի վերջնական դեսկ կունենա թիրիփը ինչպեսի միացյալ նահանգները ներկայացություն կունենա թիրիփ նախագծի մեջ իհարկե տնտեսական չափաբաժինները ավելի բարձ են բայց անվտանգային հարցեր են այնտեղ պետք է Իրանը հասկանա եթե ինչ որ եթե թիրիփ նախագիծը հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերից բխի իհարկե Իրանի շահերից էլ բխում է որովհետեւ Իրանը զարգացած եւ գայուն Հայաստանը ուզում Իրանը ուժեղ Հայաստանը ուզում այս տարածաշրջանում որ կարողանա զսպողական ուժային բալանս խախտված ուժային բալանսը վերականգնի եւ անվտանգություն հաստատի բայց պետք չէ այդ թիրիփը դառնա վերջնական եթե անվտանգային հարցերով պետք չէ դա չի կարել չի թույլատրելի որ դառնա Իրանի դեմ ինչ որ գործողությունների սկիզբ մենք տեսնում ենք Թրամփը ինչ գործելավոճ ունի ոչ մի պայման չի պահում ոչ մի պայմանավորվածությունները բոլոր խախտում է եւ նման գործառավոճի հետ իհարկե Իրանը խնդիր կունենա հետագայում մեր ժամանակը ցավոք սահմանափակ է բայց հարցերը իհարկե շատ են ես իմ վերջին հարցերը տամ Իրանի եւ իրանական պատերազմի իրանական քաղաքականության ու դիվանագիտության դասերի համատեքստում Իրանը արդյոք ունի այսօր դաշնակիցներ քանի որ գիտենք որ շատ են տեղեկությունները Ռուսաստանի եւ Չինաստանի քողարկված աջակցության մասին արդյոք Չինաստանը եւ Ռուսաստանը համարվում են դաշնակիցներ քանի որ գիտենք որ Հայաստանն էլ դաշնակիցների խնդիր ունի բացի մի քանի պրոքսի ուժերից Հեզբոլլահ, Համաս, Հութիներ արդյոք ունի իրական դաշնակիցներ Իրանը եւ երկրորդ հարցը վերջնական որպես ամփոփիչ ինչ հեռանկարներ ունի արդյոք ապագա ունեն բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարծում եք կկայանան թե ոչ եւ արդյոք այս ամենը կհանգեցնի որոշակի համաձայնության թե ոչ կարծում եք որ Իսրայելը ամեն դեպքում ամեն գնով փորձելու է խաթարել այս բանակցությունները խաղաղ գործընթացը միանշանակ Իսրայելը ամեն ինչ անում է որ այդ գործընթացները զախողում կենան միշտ էլ նման գործառավոճ է ունեցել խանգարել է եթե բանակցությունները եթե ինչ որ միացյալ նահանգներ զիջումներ կենա փոխզիջումային կենա կարելի է համաձայնություն կան երկու կողմերը բայց եթե միայն ուզենա ուժի միջոցով ուժով դենց թլադրի իր միագոմանի պայմանները իհարկե զախողում կգնա եւ Իրանը էլի դիմադրություն ցույց դերի Հայաստանի մասով էլ Հայաստան ինչեր հարցեր Իրանի դաշնակիցները արդյոք Իրան ունի դաշնակիցներ թե զուգահեռներ անցկացնենք Հայաստանի հետ հա կամ եթե այդ դեպքում Իրանը առանց դաշնակիցների ինչպես է կարողանում պաշտպանվել եւ դիմադրություն կազմակերպել շարունակելով իհարկե այդ հարցը գիտենք որ Միացյալ Նահանգները ամեն դեպքում աշխարհի ամենահազոր գերտերությունն է սկզբունքորեն Միացյալ Նահանգները կարող է հաղթել Իրանին եւ եթե ապրիլի 7-ի այդ հայտարարությունը չլիներ ինչ ծայրահեղ քայլի ձեր կարծիքով կարող էր գնալ Թրամփը հաշվի առնելով իր բնավորությունը կարող էր նույնիսկ ատոմային հարված հասցնել Իրանին Առաջին եւ ամենաուժեղ Իրանի դաշնակիցը հենց Իրանն է հենց իր ժողովուրդը իրեն զինված ուժեր են բայց տարբեր երկիրներ օգնել են Իրանին իհարկե Չինաստանը, Ռուսաստանը ինչ որ չափով օգնել են այդ պատերազմում, նաև մենք տեսել ենք Եմենը, Հեզբոլլահը եւ դիմադրական ուժերը շատ ակտիվ են այդ պատերազմում, Իրաքում դիմադրական որ բավական թուլացել էր դիմադրության առանց կնկատենք Սիրիայի Ասադի ռեժիմի տապալումից եւ շատ այլ իրադարձություններից հետո, բայց
փաստորեն Իրանը շարունակում էր դիմադրությունը։ Իհարկե, Հեզբոլլահը ցույց տվեց, որ շատ ուժեղ էր եւ ցույց չէր տալիս մտածում էին, որ Հեզբոլլահը թույլաtsել է, բայց Հեզբոլլահը շատ ուժեղ հարվածներ հասրեց այդ պատերազմի ընթացքում Իսրայելին։ Տեսեք, այս ամեն ինչը, ինչպես ասեցի, Իրանը հույս է դրել է իր վրա ինքնավստահ տարիներ շարունակ ուժեղացել է ռազմական դաշտում եւ կարողացել է դիմադրել Միացյալ Նահանգները իհարկե ամենաուժեղ բանակ կարա լինի ամբողջ աշխարհում, բայց այս պատերազմի մեջ ցույց տվեց, որ ամենաուժեղ զենքերը եւ ամենաուժեղ տեխնոլոգիապես ամենաուժեղ զենքերը չեն գարա ի վիճակի չեն, որ դիմադրությունները այդ ժողովրդի կամքը կոտրեն, եթե մի ժողովուրդը դիմադրություն է ցույց տալիս, ամենաուժեղ զենքերը եւ ամենաուժեղ ռումբերը չեն գարա այդ դիմադրությունը կոտրեն։ Միացյալ Նահանգները չի կարողացավ հասնի այդ վիճակին, որ ուժով Իրանի հարցը լուծի, դրա համար հիմա ուզում է բանակցությունների ընթացքում ինչ որ պատերազմի դաշտում չի կարողացել արձանագրի բանակցությունների ընթացքում կարողանա հասնի Ռազմի դաշտում ձեռք բերված հաջողությունները, ինչպես հայտարարել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, նաև ամրագրել քաղաքական դաշտում, դա նկատի ունեք։ Իհարկե, միանշանակ։ Եվ Իրանը կարողացել է 40 օր պայքարի, 40 օր դիմադրի, դրանից հետո էլ միայն այդ բահը, որ արդեն Միացյալ Նահանգները այդ աստիճանին էին իջել, որ կարող արդեն ռազմական ուժերը չեն կարող վնասեն, չեն կարող ուժով ռազմական ինչ որ դիմադրություն կոտրեն, հասել են, որ ենթակառույցները խփեն, դեպրոց խփեն, համալսարան խփեն, էլեկտրակայան խփեն, այսինքն դա ուժեղ լինելու նշաններ չէին իրան բայթեսներ դա արդեն թույլությունի նշաններ այդեն Միացյալ Նահանգների նախագահը հայհոյում էր արդեն սպառնում էին անգամ որ ամբողջ ինչ որ աղետ է ստեղծի հիմա այլ զենքերով միջոցով այսինքն դա թույլությունի նշան է ցույց տվեց որ իրեն զոր էին եկել այդ 40 օրով ուժի միջոցով Իրանին զենքի բերեն Եվ վերջին ամենավերջին հարցը ինչ է կարծում ուրբաթ օրվա բանակցությունները Իսլամաբադում Ղալիբաֆի եւ Վենսի միջև կկայանան թե ոչ Հնարավոր է կայանան, բայց դեռ հարցական է, որովհետեւ Իսրայելը ամեն ինչ անում է, որ զախողում մեծենի այդ բանակցությունների մեջ Պետք է տեսենք Միացյալ Նահանգները դեռ էլի Իսրայելի կամքով կգնա թե այդ 40 օրը իրենց համար 10 եղավ դրա համար էլ մի արձագանք է դե որ բանի Վենսի բանագենացը փոխվեց Վիտկաֆո Թրամփի փեսային փոխվեց Վենսի հույս ունենք որ կայանա հույս ունենք որ կարողանան կամ սույսադրեն որ այդ պատերազմը վերջնագետ տնեն եւ իրենց էլ զիջումներ կենան պատժամիջոցները հանեն Իրանի վրայից նաեւ ինչ որ չափով վնասներ հատուցեն հաստատեն հասկանան որ ավելի շատ Իրանը կարա այդ տարածաշրջանում անվտանգություն պահպանի եւ այդ իրողությունի հետ հաշվի նստեն Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար նույնպես է շնորհակալ 160 թեմի հարգելի հետևորդներ անորոշություններն իհարկե շատ են իրանական պատերազմի եւ Իրանի հարցի հետ կապված սպասենք հետագա զարգացումներին հիշեցնեմ մենք զրուցում ենք իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ կհանդիպենք